Հայաստանում դեռ հնուց տավարի միսը եփում էին գինով։ Ասում էին գինին մսին կենդանություն է տալիս, ստիպում է երգել։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք սխտորի սոուսով տավարի միս։ Իհարկե բացի սխտորից եւ տավարի մսից կա նաեւ բանջարեղեն, հենց նրանից էլ կսկսենք, իսկ ավելի կոնկրետ սմբուկից։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ 2 սմբուկ։ Կհեռացնեմ ծայրերը։ Մեկու մեջ կկլպեմ։ Որից հետո կտրատում ենք միջին չափի կտորների։ Լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Արի այստեղ։ Համեմում ենք Մառանիկ ընկերության աղով։ Տակն ու վրա ենք անում, որպեսզի աղը հավասար տարածվի։ Եվ որոշակի ժամանակ հանգիստ ենք թողնում։ Այդ ընթացքում սմբուկի հյութը դուրս կգցի, այն հյութը, որը մեզ հարկավոր չի։ Անցնենք հիմնական բաղադրիչին, դա տավարի միսն է։ Վերցրել եմ 750 գրամ տավարի փափկամիս։ Ծածկում ենք սննդային թաղանթով։ Եվ փայտե մուրճով թակում ենք։ Երբ փայտի մուրճով թակում ենք մսակտորը, հյուսվածքները թուլանում են եւ ավելի նրբահամ է դառնում միսը։ Կրակին ենք դնում կաթսան, լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ մի քանի կաթիլ, տավարի փափկամիսը, կտրատում ենք խորանարդիկների և տապակում ենք։ Անմիջապես փոխում ենք տախտակը եւ դանակը։ Հենց միսը գույնը փոխեց,
ավելացնում ենք 30 գրամ կարագ։ Եվ տապակում ենք այնքան, մինչև կարմրեն մսակտորները։ Եվ անցնում ենք կերակրի երկրորդ գլխավոր հերոսին, դա սխտորն է։ Մեկ ամբողջական սխտոր վերածում ենք բջեղների, ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայուղով, համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով, կարծում եմ, այսքանն է, մի ամբողջական սխտոր, այո։ Եվ ուղարկում ենք ջեռոց խորովելու, կվերցնեմ ջեռոցի տապակը, վրան կփռեմ սիլիկոնե գորգ, լցնում ենք սխտորները և ուղարկում ջեռոց, ու դարմանա պետք ես։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան, 200 աստիճան։ Հենց սխտորի բջեղները խորովվեցին, կհանենք։ Հենց մսակտորները սկսեցին կարմրել, ավելացնում ենք 1 թեյի գդալ դիժոնյան մանանեխ, համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով, չորս պղպեղով, մի պտղունց ուրցով չորացրած, ավելացնում ենք 50 գրամ կարմիր անապակ գինի, մեկ-երկու րոպե տապակելուց հետո կավելացնենք եռացրած ջուր և կստանանք խիտ արգանակ։ Ջուրը լցնում ենք այնքան, չէ մսակտորները ծածկվեն։ Թող եփվի։ Եթե քափ առաջանա, կհավաքենք։ Անցնենք առաջ, սոխ հեռած ենք անում։ Սոխը կտապակենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղով, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդով։ Կվերցնեմ 2 միջին չափի գլուխ սոխ, նախ տախտակն է հարկավոր, կտրատում ենք մանր։
Անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Տեսնենք ինչ վիճակում է սխտորը։ Կարմրել է։ Հենց այս պահին կհանենք։ Հանենք թող սառչի։ Քամում ենք սմբուկը և տեղադրում սիլիկոնե գորգի վրա։ Ուղարկում ենք ջեռոց խորովվելու։ Ջեռոցում կառաջարկեմ նաև խորովել։ 1 դդմիկ, սա էլ կտրատում ենք սմբուկի նման, լցնում ենք սիրելի ամանի մեջ, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, աղացած սև պղպեղով, ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայուղով, ջեռոցի տապակի վրա թռում ենք սիլիկոնե գորգ, անմիջապես դդմիկի հետ կառաջարկեմ յուղել նաև քաղցր և կծու պղպեղները։ Կվերցնեմ 8 քաղցր փոքրիկ պղպեղ, այսպես, և 1 կծու հալապենո։ Սա էլ ենք ուղարկում ջեռոց խորովվելու։ Փրկենք սոխեռացը։ Տապակվող սոխին առաջարկում եմ ավելացնել լոլիկի ճիր բուսայուղի մեջ։ Շատ եմ սիրում այս մթերքը օգտագործել, ասեմ շատ համեղ է։ 1, 2, 3, 4 շերտ։ Կարելի անգամ օգտագործել սրա յուղից։ Մի փոքր, ահա։
կտրատում եւ վրան ավելացնում ենք նաեւ սխտորները։ Քամում ենք արգանակը։ Ավելացնում ենք կրկին կարմիր գինի, այս անգամ 100 մլ. Ընդհանուր ստացվեց 150 մլ. Ավելացնում ենք արգանակը, այսքան բավական, կեսը։ Վերացում ենք խյուսի, լցնում ենք միսը, տեսնենք ինչ վիճակում է բանջարեղենը։ Ավելացնում ենք խորոված սմբուկը։ Պղպեղների պտղակոթ և սերմերը կարելի է թողել։ Ուղղակի կիսում ենք այսպես մեջտեղից և գցում ենք տափակի մեջ։ Լցնում ենք նաև դդմիկները։ Ծածկում ենք կափարիչով, եփում ենք մոտ 7 րոպե։ Այդ ընթացքում մշակենք կանաչին, որ առաջարկելու եմ ավելացնենք վերջում, անջատելուց հետո։ Դա համեմն է, փոքր փունջ համեմ։ Հինգ րոպեից կրակը կանջատենք, կանաչին կլցնենք վրան, կծածկենք կափարիչով, կթողնենք 15 րոպե, որից հետո կարելի է մատուցել։ Սխտորի սոուսով տավարի միս։ Թասի մեջ լցնել մեկու մեջ կլպած, միջին չափի կտորների կտրած սմբուկ, համեմել աղով, տակն ու վրա անել, մի կողմ դնել։ Տավարի միսը սննդային թաղանթով ծածկել, մուրճով թակել, կտրատել խորանարդիկների, կացայի մեջ բուսայղով տապակել։ Հենց միսը գույնը փոխի, ավելացնել կարագ։ Մսակտորները կարմրելուն պես ավելացնել դիժոնյան մանանեխ։ Համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ուրցով։ Ավելացնել կարմիր անապակ գինի։ 1-ից 2 րոպե տապակելուց հետո ավելացնել եռացրած ջուր այնքան, մինչև մսակտորները ծածկվեն։ Եփելուց հետո արգանակը քամել։ Սխտորը ցողել բուսայղով, համեմել ծովի աղով։
Պճեղները շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա 200 աստիճան տաքությամբ եփել։ Եփելուց հետո թողնել սառչի։ Նույն տապակի վրա շարել քամած սմբուկը, ուղարկել ջեռոց։ Թասի մեջ լցնել սմբուկի պես կտրատած դդմիկ։ Համեմել աղով, սև պղպեղով։ Ցողել բուսաեղով։ Ավելացնել քաղցր պղպեղ եւ հալապենո, տակն ու վրա անել։ Շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա, եփել։ Բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել։ Համեմել շաքարավազով, աղով, սոդայով։ Ավելացնել բուսայուղի մեջ մարինացված լոլիկի չրի յուղից եւ կտրատած չիրը, սխտորը, կարմիր գինի, մսի արգանակից։ Խառնել, վերածել խյուսի, ավելացնել մսակտորները, խորոված սմբուկը։ Պղպեղների պտղակոթը հեռացնել, պղպեղը կիսել, ավելացնել տապակվող բաղադրիչներին, տակն ու վրա անել։ 7 րոպեից կրակն անջատել, ավելացնել կտրատած համեմ, 15 րոպեից մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի ոսկրահան արած բտիկներ, սոյա սոուս, մեղր, չիլի պղպեղի սոուս, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։